Իհարկե լուրջ խնդիր է այսօր Երևանի խնդիրը։ Մենք տեսնում ենք մի քանի տարվա ընթացքում քաղաքապետություն կառուցեցին Երևանում։ Քաղաքի մեջ մի քաղաք կառուցեցին։ Առանց հաշվի առնելու ենթակառուցվածքները, առանց հաշվելու հազար ու մի խնդիրներ։ Տեսնում ենք խցանումները անգամ պիկ ժամել չի, ընդհանրապես բոլոր ժամերին է այդ վիճակը։ Բայց հարցին պետք է գլոբալ նայել։ Ոչ թե միայն նպատակը դնել Երևանը բեռնաթափել։ Թեպետ դա էլ շատ կարևոր խնդիր է։ Մեզ դաս չեղավ կ-ը։ Մեզ դաս չեղավ կ-ը նրանով, որ սոցիալական հեռավորության խնդիրը տեսանք ինչ կարևոր էր։ Հասկացանք, որ չի կարելի այդպես խիտ բնակություն ունենալ։ Մեզ դաս չեղավ երկրաշարժը։ Գյումրիում փլատակների տակից մարդկանց հանում էին, ասում էին, որ Երևանի բան չի եղել, Երևանը որ բան եղածել է, մենք կորած ենք, Երևանը որ լինի մենք կվերականգնենք, որտեղ իրանք հասկանում են, թե ինչ վտանգ կարող լինի Երևանի հետ կապված։ Մեզ դա չի լինում պատերազմը։ Մենք հաշվի չենք առնում, որ մենք այնպիսի բարդ տարածաշրջանում ենք, որ ընդհանրապես վերջերս մեր կողքով գնաց մի դրոնը գնաց Իրանից Նախիջևան, մինչև հիմա չեն կարողանում գտնել, թե վերջո ով խփեց։ Սադրանք էր, ինչ էր։ Իրականում կարող է նման սադրանք նաև մեզ հետ կապված անացել են, մեզ ներքաշելու ինչ որ խնդիրների մեջ։ Մեզ դա չի լինում նա, որ Իրանը կանգնեց ասեց ամերիկյան համալսարանին հարևան բոլոր երկրներում հարվածելու ենք, բարեբախտաբար դա տեղի չունեցավ, իսկ եթե նման խնդիր առաջանա, մենք ինչ ենք անում։ Չգտանք որևէ տարբերակ Երևանը բեռնաթափելու, մտածեցինք ակադեմիական քաղաքը տանենք կպցնենք Երևանին։ Արդյունքում ինչ ստացվեց։ Շուրջ 80,000 ուսանող հավաքում ենք միտեղ, մեր ամբողջ ապագան գիտական հավաքում ենք միտեղ, մեր երկրի ամբողջ պրոֆեսորա դասախոսական անձնակազմը հավաքում ենք միտեղ եւ որևէ մեկի սադրանքի պարագայում մեր ամբողջ ապագան իսպար վերացնում։ Իհարկե աշխարհում տարբեր տեղեր կան ակադեմիական քաղաքներ, բայց ոչ միտեղ այդպես հավաքած չի միտեղ եւ ոչ միտեղ այդքան խնդրեմ չկա, ոնց որ մեր տարածաշրջանում կա պոտենցիալ պատերազմող երկրի համար։ Դրա համար հարցը պետք է գլոբալ լուծել։ Այսինքն մենք պետք է ունենանք 21-րդ դարին վայել գյուղական բնակավայր։ Երբ որ այսօր մի հատ ծրագիր են անում, ասում են փողը տանք գյուղում մարդկանց կարողանանք պահենք։ Տունը սարքում են, մարդը չկա։ Մարդը կա, տունը չկա։ Դպրոցը կա, աշակերտը չկա։ Աշխատողը կա, աշխատատեղը չկա։ Հարցը լուծված չի։ Դրա համար գումարել են դնում, այնպես չի որ չեն դնում, բայց ավելի շատ դա ասենց ցույց տալու համար է, քան իրական ծրագիր։ Իսկ եթե մենք նպատակ դնեինք, իսկ արդյոք այս վիճակը, որ մեր գյուղերում կա, եւ Երևանը, որ այս վիճակում կա, գյուղը ունի հսկայական խնդիրներ ու շատ դեպքերում արդեն դարձել է անլուծելի։ Երևանն էլ ունի իր խնդիրները, որ այս մտածելակերպում սա էլ է դարձել անլուծելի։ Հիմա դուք պատկերացրեք, մենք ունենում ենք 21-րդ դարին հարիր գյուղական բնակավայրեր։ Առավել եւս, երբ որ այսպես նայենք, շատ ունենք աղակալած հողեր, էրոզիայի ենթարկված հողեր, որ շատ մեծ գումարներ ա պետք ծախսել, որոնք դա դարձնեն գյուղատնտեսական նշանակության։ Տեղից էլ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի կեսը անմշակ է։ Ուր մնաց թե մտածենք դրանց վրա ծախսանելու։ Այսինքն մենք կարող ենք նաև այդպիսի բնակավայրեր ստեղծել եւ այնտեղ լինի կոմֆորտ, քաղաքային կոմֆորտ լինի գյուղական բնակավայրում։ Թե չէ այսօր պատկերացրեք, մարդը Երևանում ապրում է։ Հիմա դուք նայեք, հարցրեք մարդկանց, թե ինչի՞ց է օգտվում Երևանից։ Բացի աղտոտված օդից, բացի խցանումներից, ինչի՞ց է օգտվում։ Քանի անգամ է գնացել օպերա, քանի անգամ է գնում թատրոն, քանի անգամ է գնում պատկերասրահ։ Ինչի՞ց է ինքը օգտվում Երևանի։ Այո, պետք է օգտվի, բայց չի անում։ Ժամանակ չունի։ Ժամանակը ճանապարհներին է ծախսում ու խցանումների վրա։ Այս հոսքի մեջ, այս խելագարության մեջ է ծախսում այս ամեն ինչի մեջ։ Բայց նույն հաջողությամբ գյուղական բնակավայրից մարդիկ գալիս են, իրանց երեխաներին բերում են, այդ թանգարանն էլ են տանում, այդ թատրոնն էլ են տանում, այդ համերգն էլ են տանում։ Ինչ է նման հնարավորություն չկա։ Այսինքն հիմա դուք պատկերացրեք, մենք ունենք եվրոպական ստանդարտի գյուղական բնակավայրեր պատկերացրեք, տները գեղեցիկ իրար կողք շալատ երկու հարգանի վերև նջասենակ ներքև իրար հարմարություններով այնպես արածա, որ անգամ նախագծային նախաշխային ծախսերը պակաս լինի, որտեղ տիպային պրոյեկտ է իրար համար, իրար նման, եւ մի փողոցի վրա, եւ այսպես շրջանակաձև ասենք, եւ այդտեղ եթե պատկերացրեք մարդը ապրում է իր սոցիումի շրջանակներում։ Այդտեղ մրցակցություն չկա, հարևանն է հարուստ, մյուսն է հարուստ, շատ հանգիստ իրանք ապրում են այդ սոցիալական այդ միջավայրի մեջ։ Պատկերացրեք մարդը 40 տարեկան է, լավ աշխատանքի է եղել, գործից դուրս է եկել, տեղը չի գտնում Երևանում։ Չի ուզում մարդկանց երես տեսնել։ Նա մանավանդ եթե նա մտածեց, որ նա գնա գյուղ, ավելի է բաց թույլատվելու։ Ուրեմն վերջ, ավարտվեց իմ կյանքը։ Ուրեմն ես ոչ մեկին պիտանի չեմ։ Ինչու համար։ Մարդկանց փողել ունի, հնարավորություններ ունի, որ կարող է գնա հիմնարկներ են ղեկավարել, դուրս են եկել, տեղը չեն գտնում, քաղաք չեն ուզում դուրս գա։ Մարդկանց հետ շփվել։ Դուք պատկերացրեք ինքը գնում է իր նման մարդիկ, գեղեցիկ սիրուն իրար կողք ապրում են։ Մարդիկ նաև կան, որ գնում են իրանց հետ գումար են տանում։ Գյուղական այդ բնակավայրերում նաև բիզնես են տանում։ Հիմա պատկերացրեք, ենթադրենք գնացել հիպոթեկով ինքը տուն է ձեռք բերել։ Ոչ մեկը այդտեղ խորհուրդ չունի, որովհետև բանկը երբ որ հիպոթեկով տալիս է գրավա դնում այդ տունը, դա այդ տունը հոյանը չի, որ վաճառի եւ բանկի պարտքերը մնա։ Գործնականում ոչ մեկը դրանից չի տուր։ Բայց այդ կոմֆորտ միջավայրը, ինտերնետի հնարավորությունները, նորմալ ասֆալտապատած փողոցները կամ տոմետներով արած կամ սալաքարով արած, գեղեցիկ սարքած ֆոտովոլտային պանելները դրած շենքերի գլխին, իրանք նորմալ պայմաններ ամբողջ կառուցվածքները կա, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր սնունդ։ Այսօրվա տեխնիկայի պայմաններում մարդիկ աշխարհից աշխարհ հիմնարկներ են ղեկավարում, բիզնես են անում, ֆորումներ են անում, սիմպոզիումներ են անում հեռավար կարգով։ Այսօր էս ի՞նչ խնդիր է, որ մենք մտածենք նորմալ ձևով պայման ունենալու դեպքում մարդը եթե քաղաքում չի, նա խաղից դուրս է մնացել։ Եվ բացի դրանից, մեկը սիրուն դնում է, ասենք,
էկոլոգիական ինչ-որ խնդիր լուծում մի հատ, որպեսզի մարդիկ գալիս են, տուրիստներ են գալիս են, վրանով մնում են, գեղեցիկ նայում են, միտեղ մատուր կա, միտեղ եկեղեցի կա, որ շատ դեպքերում ժամանակին դրանք կառուցել են ու ինչ որտեղ էլ նաև լքված են շատերը։ Բարձր տեղեր են կառուցել, ոչ թե մենակ նրա համար որ ճշտամին չնկատի, այլ դրա մեջ խորհուրդ է եղել։ Պատահական տեղեր չեն ընտրել սարքելու համար։ Այդ հիմա է որ ասում են հենց հարթ տարած կլինի, որ դա եկեղեցին պատկերացնում են հանդիսությունների սրահ, սքո եւ ուրախության։ Մեքենաները որտեղից պիտի մոտենան, որտեղից պիտի նկարեն եւ այլ եւ այլ։ Այն ժամանակ ուրիշ է եղել։ Այ մարդիկ գան, նորմալ գնան, սիրուն կարգի բերեն, մարդիկ գան, բարձանան, տեսնեն, այդտեղից այդ միջավայրի մեջ ապրեն։ Գաստրոնոմիական туриզմից ենք խոսում, բայց ենթակառուցված նորմալ պետք է լինի, որ այդ մարդը գա։ Մեկ առանձին վերծրած բնակավայրով այդ խնդիրը չես լուծի։ Ինչպիսի պրոյեկտ էլ որ դա անես, դա պետք է արդեն կենսակերպ դառնա մեզ համար։ Մարդիկ կան, որ գան այդ միջավայրի մեջ շփվեն։ Ինչու է նաև առողջապահության հետ կապված քիչ նման խնդիրներ ունեն։ Քանի մարդ գիտենք նաև մեր ծանոթներից գալիս են մեկը Կանադայից, մեկը Ամերիկայից, մեկը եվրոպական երկրներից, ասում է, «Ստեղ ձեր մոտ բուժումը ավելի էժան է, ավելի հարմար է մեզ համար»։ Եթե գյուղական բնակավայրում լինի թանկարժեք սարքավորում, երբ որ լինի վճարունակ պահանջարկ, այդ պարագայում այդ սարքավորումը կտանեն կդնեն, որ դա վճարող կա։ Մարդը գալիս է ամիսներով Հայաստանում բուժվում է, գումարած իր մնալը, գումարած տոմսի գինը, գումարած այդ ամբողջ ծախսը ավելի էժան է նստում, քան ինքը եթե այդ նույն բուժումը ստանար այն երկրում, որտեղ ինքը ապրում է, այդտեղ կենսամակարդակը բարձր է։ Մարդիկ ամիսներով գալի մնում են իմպլանտ դնելու համար։ Սպասում են, որ այդ ամբողջ ցիկլը անցնի ու գնան, ասում են մեր վրա ավելի էժան է, բայց ինչի՞ գա այդ մարդը Երևանում մնա, այդքան ծախսան, այդքան աղմուկի մեջ մնա։ Դա էկոլոգիապես մաքուր սնունդը կուտի, մաքուր օդը կշնչի, ավելի էժան պայմաններում կապրի եւ շատ որակյալ բարձրակարգ սպասարկում կստանա։ Այսինքն սրանք նաև բիզնեսներ են, որ հանգիստ կարելի է այդ ամեն ինչը անել։ Այնպես որ զուտ նպատակային պետք է այո խնդիր դնել եւ այդ մարդիկ 21-րդ դարի կոմունայի սկզբունքով իրանք այդպես կապրեն։ Իրանք խնդիր չեն ունենա պայքարի մեջ մտնեն ով ավելի հաջողակ ով ավելի տուժած։ Եվ սա խնդիր է եւ տեսեք, սա զուգահեռաբար երբ որ մենք անում ենք, Երևանը ոչ միայն բեռնաթափում ենք, հիմա Երևանի վիճակը նայենք։ Այսինքն ի՞նչ է կատարվում այս փողոցները։ 13 թվին 1900 առաջին մեքենան Երևան է մտել։ 1924 թվին Թամանյանը պրոյեկտը հաստատել։ Քանի մեքենայի համար է այդ քաղաքը նախատեսած։ 100 տարի հետո գալիս են, այդ վթարային շենքը քանդում են, այդ նույն վթարային շենքու տեղը դնում են մի հատ շենք, որը 100 տարի մնալու է։ Այսինքն ինչ է ստացվում։ Այդ շենքը 200 տարվա պրոյեկտով դուք շենք եք դնում, մեքենաների քանակը պատկերացնում եք։ Դժվար էր, հա, 10 մետր հետ դնել, ամեն անգամ ամեն վթարային շենքը անելու 10 մետր հետ դնել, փողոցները լայնացնել։ Տեղից էլ տեսնում եք ինչ է կատարվում։ Բակերը փակել են, շլագբաումներով փակել են, բակերը դարձել են միայն բակի մեքենաների համար։ Իսկ շատ շատերը, քանի որ այդ հնարավորությունը բակերում չկա, մեքենաները կանգնացնում են փողոցի վրա։ Փողոցի երկու շարքը դարձել է կայանատեղի, բաց երկնքի տակ։ Թողունակությունը փողոցների մեջ չենք տեսնում ինչ է կատարվում։ Ինչ կոմունալ հնարավորություններ ունենք մենք այստեղ։ Եվ մեկ է տեսեք, հեղեղատարներ չկա, ոչինչ չկա, քաղաքը տեսնում եք ինչա կատարվում, ջրի գծերի խնդրեմ ունենք, ամեն մի խնդրեմ ունենք, եւ այս հարցերի լուծելու հետ կապված, անգամ դուք նայեք հիմա, ասում են բալավ է դեպքում, բա ինչ պետք է անեինք, որ այսպես չլներ։ Ամենտեղ մի հատ տեղ տեսնելուց մի հատ շենք չկանգնացնեին։ Պատահական չի, որ հենց օրինակը, երբ որ Միացյալ Նահանգներում հատուկ ուսումնասիրում ենք, դե երբ որ միտեղ ես գտնվում, ոչ թե մտածում ես, այստեղ լավ է տեղափոխվենք, այստեղ ապրենք, այլ ասես որտեղ մի լավ բան տեսնենք, տանենք Հայաստանում դա ունենանք, եւ դրանց մանրամասը ուսումնասիրում ես։ Գնում եք տեսնում ես, որ Լոս Անջելես Սիթիում, որտեղ բանկային կառույցներ են, շենքեր են, բիզնես շենքեր են, այսինքն բարձրահարկ շենքեր են, այդ մասում հատուկ խիտ, բայց չէ դրա կողքերը արած մի քանի հարկանոց ավտոկայանատեղիներ, բայց չէ բացօթյա ավտոկայանատեղի արած։ Ինչ այդ փողը թանկ չի։ Այդ պարագայում չէ որ այդ մարդիկ հասկանում են, եթե դու սա չես կառուցում, դրա փոխարեն դու չես ունենում նորմալ կենսունակություն ունեցող այդ բարձրահարկ շենքերը։ Այդ շենքի տակի ոչ մի խանութից ոչ մեկը չի կարողանում օգտվել։ Իսկ երբ որ հիմա դուք այս նկարը նայում եք, բարձ երևում է որ բացօթյա կայանատեղի, նույնիսկ բանուկ թաղամասում խիտ պիկ ժամի ազատ է։ Կիսա դատարկ կա։ Ինչի է նշանակում, այսինքն դա նշանակում է որ այս կարգի հնարավորությունները այնքան շատ են, որ մարդը հանգիստ կարողանում է գա օգտվի։ Երևանում փորձեք գնալ ձեր ցանկացած խանութը մտնել կամ ցանկացած սպասարկման կետ մտնել։ Ուղղակի գործնականում դա հնարավոր չէ։ Բայց ինչ է այդ նույն մարդկանց համար այդ փողը թանկ չի, որ բացօթյա փարքինգ են արել։ Ինչ է դրա փոխարեն չէին կարող մի բարձրահարկ շենք կամ բավական է դու դրա փոխարեն էլ բարձրահարկ շենքը կառուցես, այդ բոլորի կենսունակությունը դու կորցնում ես։ Նույն վիճակը ասում են խցանումների հետ կապված։ Ինչ է խցանումների հետ կապված ինչ են մտածում։ Մի օր զույգ համարներով մեքենաները մտնեն Երևան, մի օր կենտ համարները մտնեն Երևան, կամ եթե չէ Երևանում փողոց դուս գան այդ մեքենա, դա հարցի լուծում է։ Դուք այս չափի թողունակության պարագայում ինչ ուզում ես արա, առանց համար կմտնես, թե համարներով կմտնես, հարցը չի լուծվելու։ Այո, կարելի է կոսմետիկ ինչ-որ բաներ մտածել, կայանատեղիների խնդիր լուծել, ինչ-որ հարցեր լուծել, կամ էլ ենթադրենք նայել
լուսացույցերը գոնե այնպես է, որ հիմա նայում ենք բոլոր բանուկ թաղամասերում լուսացույցերը ոչ միայն կան, այլև կամերաները դրած են, չէ՞, տեսախցիկները ֆիքսում են խախտումները։ Դե լավ, եթե խախտումը ֆիքսում է, մարդը դեմը նստած է։ Բարթե մի հատ արհեստական ինտելեկտի մի հատ ծրագիր տալ, կամ նույնիսկ այդ մարդը նայի, անգամ իրան պետք չի շատ որակով տեսախցիկ, եթե ինքը համար է ֆիքսում, նրա մեքենայի քանակ ֆիքսելն ինչ բարդ բան է։ Եթե տեսնում է, որ այս փողոցի վրա 20 մեքենա է կանգնած, այն փողոցի վրա 2, դժվար է, որ այնպես անի, որ կանաչս տեղ ավելի երկար լինի, քան նրա վրա։ Ավելի արագ թողի սրանք անցնեն, քան նրանք անցնեն։ Այդ ինչ մի բարդ բան է, մարդը նստած է, տեսախցիկը դրած է։ Ընդհանրապես պետքա ցանկություն, որը չի արվում, բայց մտածում են ինչպես Բեռնատ, գլոբալ մի խնդիր կա բեռնաթափելու։ Ստանալ 21-րդ դարին հարից այլ կարգի բնակավայրեր, որովհետև եւ այսօր գյուղին օգնել։ Չի կարելի ասել, դե լավ եք սպասենք մի անգամից այդ բնակավայրերը կկառուցենք։ Այսօրվա մարդու խնդիրը բերեք լուծենք, որի պարագայում նաեւ մտածենք, ոնց անենք, որ բեռնաթափենք Երևանը։ Թե չէ այսօրվա մարդուն ասենք, գիտես, սպասի 20 տարի հետո լավ ալնելու, այդպես չի լինում։ Այսօրվանը լուծենք, բայց գլոբալ ծրագիրը պատկերացնենք։ Մանավանդ որ այդ գլոբալ ծրագիրը կա, աշխարհում գոյություն ունի, մենք նոր բան չենք հայտնագործելու։ Այդ ամեն ինչը բերելու ենք, դնելու ենք, ու պետք չէ անդադ մեղադրել, որ հայրը օրինապաշտ չեն, հայրն են մեղավոր, այ տեսեք Երևանում ինչ խայտարակ վիճակ է։ Գլենդել քաղաքը հայկական քաղաք է։ Բայց ինչա Գլենդել քաղաքը հիմա ձեզ ցուցադրեմ, այդ Գլենդել քաղաքի խաչմերուկ է։ Ոչ տեսախցիկ կա, ոչ էլ լուսացույց կա։ Բայց ինչպես ենք շում, մեր հայերը չեն։ Բա ուր է խցանումները։ Դա գալիս է նրանից հայը շատ արագ ինտեգրվող է։ Եվ հայը տեսնում է, ինչպիսի կարգ ու կանոն կա, ինքը հարմարվող է այդ կարգ ու կանոնին։ Գլենդելում հայկական քաղաքում կա կարգ ու կանոն, ինքը այդ կարգ ու կանոնով ապրում է։ Հայաստանում չկա, չի ալու։ Եթե որևէ մեկը ուզում է տեսնի, թող տեսնի։ Ու պետք չէ ասել, դե գիտեք ինչ Գլենդելում տները բարձրահարկ չեն, դրա համար էլ այդքան խցանումներ չկա։ Նախ տեսակարարը շրով եթե համեմատենք Ամերիկայում, ընտանիքին ու մարդունում նող ավտոյի քանակները ավելի շատական Հայաստանում, բայց դա միայն դա չի հարցը։ Բայց եթե այդքանը իրանք հասկացել են, քաղաքը չեն խցկե, ինչ այնտեղ հողը փոխչի, չեն մտածել, որ կարող էին անել։ Երևանի պես Գլենդելն էլ խցկես, շենքերը բերես, կառուցես։ Երևանում էլ նույն վիճակը կլինի։ Այսինքն գլոբալ լուծում է սրա պահանջում։